Դիտարկենք այն 8 հոգևորականներին, որոնք մասնակցել են Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես կասեր ժողովուրդը, այս ցանկում ամենաօդիոզը Նավասարդ arczepiskopos Կճյանն էր, որին ժամանակին բազմիցս քննադատել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Մարդը Bentley ունենա, Mercedes-Benz ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա, խելագար եք։ Նրան եւ նրա ընտանիքին պատկանող հայկական ժամանակը տասնյակ հոդվածներ է հրապարակել նրա թե հոգեվոր եւ թե իրավական առումով անօրեն գործունեության մասին։ Ավելին, հանդիպման հենց հաջորդ օրը Telegram-ում հայտնվեց մի գաղտնալսում, որտեղ Կճյանը հեռախոսազրույցում ինչ-որ բաներ է քննարկում Աֆրիկայում գրանցումների, վկայականների, դրանց տակ հայտնված ստորագրությունների մասին։ Պետք է այնպես լինի, որ մեր ասածը ճիշտ լինի։ Դե մեր ասածը սխալ է լինում, իսկ դրանց դառնում ենք զերո։ Պետք է նշել, որ պարզ չէ մոնտաժված է թե ոչ, փորձակնություն չկա եւ անկեղծ ասած առանձնապես աղմուկ չբարձրացավ։ Փոխարենը մեծ աղմուկ բարձրացավ Արցախի թեմի առաջնորդի Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասնակցության մասով։ Նրան մեղադրում էին Արցախը հանձնողի հետ հանդիպելու համար, ինչին նա արձագանքեց. Ես երբեք չեմ թողնի իմ հոտը։ Արցախի թեմի հոգևորականներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին առաջնորդի դիրքորոշմանը։ Մյուս բարձրաստիճան հոգևորականը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր, ով ամիսներ առաջ ուխտադրություն էր համարում իշխանություններին միանալը, հիմա նստած էր Փաշինյանի հետ միևնույն սեղանի շուրջ։ Հրաժարականի հայտարարությունից հետո համացածում հայտնվեց եւս մեկ հեռախոսազրույց, որտեղ ըստ Telegram-յան ալիքի հոգևորականը զրուցում է մեկ այլ հոգևորականի հետ, իբրև նրա կնոջ հետ կապեր ունենալու մասին։ Սկանդալում էր հայտնվել նաև Առաքել arczepiskopos Քյարամյանը, ով ըստ մամուլում հայտնված չհաստատված տեղեկությունների քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Հոգևորականը իր զրույցներից մեկում ասել էր, որ Քյարամյանը իր հորեղբոր թոռն է, հետաքրքիր զուգադիպությամբ Պաշտոնյայի հոր ու հոգևորականի անունները համապատասխանում են, երկու դեպքում էլ Էլբեկ։ Հետաքրքրական է մեկ այլ փաստ, հոգևորականները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, այդ թվում նշելով մեջբերում են, որ հաճախ պաշտոնի են կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարկ ունեցողներ, մեջբերման ավարտը, այդ 10-ից 8-ը թեմերի ղեկավարներ են դարձել, 6-ը եպիսկոպոս, 5-ը arczepiskopos Գարեգին II-ի ձեռնադրմամբ եւ կառավարման շրջանում։ Վերադառնանք հայտարարություններին։ Դեկտեմբերի 1-ին կալանավորված Սփազան ներբագրատ arczepiskopos Գալստանյանը եւ Միքայել arczepiskopos Աչապահյանը հայտարարություն են տարածել պահանջելով կարգալույծ անել 10 ըստ նրանց դավաճան եպիսկոպոսներին։